Բարգում բոլորին, բարի գալուստ իմալիկ, այսօր կխոսանք երկու շատ սիրուն գիպերքարերի մասին։ Բուգատին դադարեցնում է Chevron-ի արտադրությունը, ընկերությանը մնացել է արտադրել 40 ավտո։ Chevron-ը սկսել է արտադրվել 2016 թվականին ու մինչև հիմա արտադրվել է 460 Chevron ու հենց թիվը հասնի 550-ի Բուգատին կդադարեցնի արտադրությունը, այդ կապված է Բուգատիի նոր Roadster մոդելի հետ, քանի որ ընկերությունը փոքրամասշտաբ ու էքսկլյուզիվ մեքենաների համար է, կարիք է առաջանում դադարեցնել հին մոդելի արտադրությունը նորինը սկսելու համար։ Տվյալ պահին մեքենայի մասին քիչ բան է հայտնի, գիտենք, որ մեքենան լինելու է Chevron-ի բազայի վրա, մոտորը լինելու է 8 լիտրանոց W16-ի ամենահզոր տարբերակը, Tor անունով, որը օգտագործվել է Chevron Super Sport-ում ու Santa Daisy-ում։ Roadster-ի մեջ ինքը ցուցատալու նույն 1600 ձիաուժը ու նույն 1600 նյուտոն-մետր պտտող մոմենտը։ Բուգատին կարտադրի 99 Roadster, որոնց գինը կլինի մոտ $3 միլիոն ու ավելի։ Pininfarina հայտարարել է, որ վերջացրել է աշխատանքները իր Batista գիպերքարի վրա։ Առաջին էկզեմպլյարը արդեն ուղարկվել է США։ Հիշեցնեմ, որ Batista-ն այդ էլեկտրական գիպերքարը, որը ունի 4 էլեկտրամոտոր, որոնց ընդհանուր հզորությունն է 1900 ձիաուժ ու 2360 պտտող մոմենտ, 0-ից 100-ը անցնում է 2 վայրկյանից շուտ։ Ընկերությունը կարտադրի ընդամենը 150 նմանատիպ մեքենա, որոնց գինը լինելու է $2.5 միլիոն։